Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Դանիելյան, երբ Նիկոլ Փաշինյանը վերսկսեց Մայրաթորի դեմ հարձակումների այս փուլը, դուք տեսակետ էիք հայտնել, որ սա մեզ դավանափոխ անելու գործընթաց է։ Հիմա, երբ որոշակիորեն թվում է, թե տեսանելի են Փաշինյանի հնարավոր քայլերը, ինչ կարող եք ասել եւ կխնդրեմ մեկնաբանել ձեր այս բնորոշումը։ Բնորոշումը բավականին պարզ է, որովհետեւ դավանափոխությունը կոնկրետ ինչ-որ խնդիրներով է պայմանավորված։ Եվ Լութերը, երբ որ իր հայտնի այդ հեղափոխությունը սկսեց կաթոլիկ եկեղեցու մեջ, հիմնական խնդիրը դա եկեղեցու կառուցվածքներ, միաբանություններ, եւ ինքը այն թեզ առաջ քաշեց, որ հոգեվորականների միջալոց պետք է ամուսնացած լինեն, եւ ինքը ամուսնացավ մենուհիներից մեկի հետ, եւ որ պետք է լինեն քարոզիչներ, որոնց ընտրում են։ Եւ բողոքական եկեղեցիները ընտրում են իրենց քարոզիչներին, որոնք ուղղակի ուսուցիչներ են, քարոզում են։ Այն թեզը, որ ինքը ասում էր, որ պետք է ժողովուրդը ընտրի եւ եկեղեցին պետք է վերադարձնել ժողովրդին, դա հենց նշանակում է, որ ինքը փորձում է բողոքական հեղափոխություն անել, ըստ էության հայ-առաքելական եկեղեցին սարքել բողոքական եկեղեցիներից մեկը, որտեղ կաթողիկոսին ժողովուրդը ընտրում է, հաջորդ փուլում ամեն համայն կընտրի իր քարոզիչին եւ ընդհանուր կառուցվածքը կվերանա։ Այսինքն նաեւ եկեղեցին որպես համահայկական կառույց կդադարի գոյություն ունենալ։ Իսկ հայապահպանության գործում հենց եկեղեցին է հիմնական դերակատարը, որովհետեւ դա ցանց է եւ այդ ցանցը կառավարվող է, կենտրոնացված է։ Եվ երկրորդ հարցը շատ մարդիկ իրենք չեն հասկանում ինչ է նշանակում եկեղեցին, ինչ է նշանակում միաբանություն։ Եկեղեցին դա բոլորն են, իսկ միաբանությունը այն հոգևոր խավն է, որը ունի իր կանոնադրությունը, իր ներքին սկզբունքները, եւ ներքին սկզբունքների մեջ մտնել ոչ ոք չի կարող, բայց պահանջներ, կարծիքներ կարող են հայտնել եկեղեցու անդամները։ Բայց այլ հարց է, որ արդեն եկեղեցու գործերին միջամտում է վարչապետ կոչվածը, հա, այսինքն պետությունը, որը արդեն սահմանադրության եւ օրենսդրության կոպիտ խախտում է։ Պարոն Դանիելյան, Նիկոլ Փաշինյանը հղում անելով ինչ որ բան ժողովրդին վերադարձնելու այդ իր թեզին, այս 7 տարիների ընթացքում բազմիցս խախտել է Հայաստանի Հանրապետության մայր օրենքը, սահմանադրությունը եւ երևի եկեղեցու դրվագն էլ նրա համար խնդիր չի լինելու ու արդեն այսօր կարող ենք մոտավորապես սցենարը պատկերացնել, թե ինչ քայլերի է նա պատրաստվում դիմել հայ-առաքելական եկեղեցու դեմ հայտարարված այս պատերազմում։ Նա մարդիկ է հավաքագրում, որոնց միջոցով, ինչպես ինքն է ասում, պիտի վեհարանը ազատի Գարեգին II կաթողիկոսից, նույնիսկ զավեշտալի ինչ որ չափանիշներ էր գրել, թե ովքեր կարող են լինել այդ խմբի մեջ։ Ես ձեր հետ համաձայն չեմ, որ ինքը խնդիր չունի դա անելու, ինքը ունի լուրջ խնդիր, որտեղ ի տարբերություն 2018 թվականին, երբ որ ինքը ասում է ժողովուրդը պետք է որոշի, ազգային ժողովը ինչ օրենքներ ընդունի, երբ որ դատարանները շրջափակում են, կոնկրետ դատական գործընթացը ժամանակ ասում են ժողովուրդը պետք է որոշի, թե դատավորը ինչ վճիռ պետք է կայացնի, այսինքն դատավորը վճիռ կայացնում է ոչ թե օրենքների հիման վրա եւ դատավարական պրոցեդուրայի հիման վրա, այլ ժողովուրդը իշքան հավաքվեց, մի 100 հոգի ասեց պահանջում ենք եւ հետո է դատարանները շրջափակելը, սահմանադրական դատարանի կազմի փոխելը, դատավորներ ծեծելը, իմիջիալոտ այս գործերը մենք այդ գործերին պետք է անպայման վերադառնանք եւ պետք է դատական գործընթացներ լինի սահմանադրական կարգի խախտման, տապալման հարցով։ Հիմա գանք ինչն է փոխվել։ 18 թվականին այս խումբը, որը եկավ իշխանության, իրենք ունեն փողոցը եւ իրենք դեմագոգիկ ելույթներով, ատելություն տարածելով կարողանում են մոբիլիզացիա ապահովել եւ իրենց հակասահմանադրական, հակաօրինական նախաձեռնությունները առաջ տանել։ Հիմա իրենք փողոց չունեն։ Փողոցը իրենց դեմ է եւ փողոցում արդեն գնալով խորանում է ատելությունը գործող իշխանության վրա։ Այսինքն իրենք չունեն այդ փողոցը եւ չունեն այդ ռեսուրսները, որովհետեւ Էջմիածին շրջափակեն, ուժային ձևով կաթողիկոս փոխեն, բայց իրենք ունեն մի տարբերակ։
պատկերացրեք, մի 10-20 հոգեանոց խումբ այնուամենայնիվ կարող են հենց թեկուզ ԿՊԱ-ականներից խումբը գնում է Էշմիածին, սարքում են քաշքշոց, փորձում են մտնել Վեհարան եւ այլն, բնականաբար այնտեղ կան աբեղաներ, նաեւ երիտասարդներ, որոնք խոչընդոտելու են իրենց մուտքը, հայհոյելու են նրանք պատասխան քանի որ հրահրելու են սադրանքներ, երիտասարդ են եւ տակայրուն են, պատասխանները կլինեն, դա կնկարահանենք, ասեն երկու խումբ բախվել է եւ այստեղ խուլիգանական գործընթաց է գնում, սա էլ է խփել, նա էլ է խփել եւ այլն, եւ ոստիկանությունը մտնի արդեն եկեղեցի եւ կողմերին հավասարացնեն եւ նաեւ մեղադրեն կաթողիկոսին, որ խուլիգանական արարք է իրեն թույլ տվել հոգեով։ Նու հետո արդեն պետք է պարզեն ով էր ճիշտ, ով էր սխալ եւ բնականաբար իրենք այն կադրերը կներկայացնեն, որոնց իրենց պետք է։ Ես ուզում եմ կոչ անեմ եկեղեցուն եւ հոգեվորականներին չտրվել սադրանքներին, եթե իրենց մտնում են եկեղեցի, հայհոյում են չպատասխանել, եթե իրենց հարվածում են չպատասխանել, ուրեմն YouTube-ում կարելի է գտնել շատ հայտնի կադրեր, արդեն Արգենտինայում էր եւ LGBT ակտիվիստները հարձակվել են եկեղեցու վրա, իսկ աբեղաները փակել են եկեղեցու մուտքը եւ կանգնած են, նրանց հայհոյում են, հարվածում են, ինչ-որ իրեր են շպրտում, իրենք ոչ մի ձայն չեն հանում, շատերը նույնիսկ այդ աբեղաներից արտասվում են, բայց իրենց զսպում են, բայց արդյունքում նրանք հաղթեցին, որովհետեւ հանրությունը դուրս եկավ իրենց պաշտպանելու համար։ Եկեղեցին չպետք է մտնի այս ատելության դաշտը, որտեղ այս վարչապետը մրցակից չունի։ Այսինքն նրա նպատակը, եթե ես ձեզ ճիշտ եմ հասկանում, պարոն Դանիելյան, հրահրել ներքին բախումներ եւ եկեղեցուն ներքաշել դրա մեջ։ Ներքին բախումներ, քրեական գործ հարուցել, ոստիկանները մտնեն եկեղեցի, չափագրումներ անեն, շոուներ բեմադրեն, նկարահանումներ անեն, նկարահանումները բնականաբար կմոնտաժեն, ցույց կտան, որ նայեք այս հոգեվորականները հայհոյում են, պատասխան դե երիտասարդներ են, դեղաբեղանը հարվածում են, այսինքն ինչ որ հարվածին պատասխանել են։ Ես նորից եմ կոչ անում եկեղեցու զսպվածությունը իր ուժն է եւ որքանով նրանք զսպված լինեն եւ չմտնեն այդ դաշտ եկեղեցին կհաղթի եւ իրենց պաշտպանելու հարցը իրենց գործը չի, դա արդեն հանրության գործն է, որը վստահ եմ հանրությունը այդ գործը կանի։ Այսինքն պիտի հանրությունը կոնսոլիդացվի եւ դուրս գա, այսպես ասած, դեմ հանդիման այն խմբի, որը պատրաստվում է Փաշինյանը ձևավորել։ Ոչ թե հանրությունը պետք է անի, այլ հանրությունը ինքնաբուխ դա կանի։ Եվ եկեղեցին, եկեղեցու ուժը, խոսքն է, զսպվածությունն է եւ հանգստությունն է եւ մինչեւ հիմա եւ եկեղեցին եւ վեհապարը իրենց բավականին ճիշտ եւ զուսպ են պահել եւ դրա համար այս խմբակը, որ իշխանության է եկել, իրենք արդեն կորցնում են իրենց հավասարակշռությունը։ Պարոն Դանիելյան, այս գործընթացի պատճառներից խոսենք, որն է սրա գլխավոր պատճառը, ով է սրա գլխավոր շահառուն, որովհետև ոչ պատահական համընկնումները շատ են Բաքվից հնչած մեսիջների եւ տեղում Նիկոլ Փաշինյանի գործողությունների միջև, այլապես եթե նայում ես նրա ունեցած վարկանիշը, այն վիճակը, որում այսօր առհասարակ ԿՊԱ-ական իշխանությունն է գտնվում, թվում է, թե նա անում է քայլեր, որոնք հենց իրեն են հարվածում առաջին հերթին, որովհետև հանրության զգալի մասի արձագանքը այնպիսին չէ, ինչպիսին կցանկանար տեսնել Փաշինյանը։ Այս խմբակը կորցրել է եւ փողոցը եւ կորցրել է հանրության վստահությունը եւ օրորի իրենց այն փոքրիկ վարկանիշը ավելի է իջնում։ Բնականաբար վերարտադրվելու համար իրենք չեն կարող հույսը դնել հանրության ձայների վրա։ Դա բացառվում է։ Իսկ ինչ կարող են անել։ Իրենց իշխանության երաշխավորները այս երկու անձնավորություն են, Էրդողանը եւ Ալիևը եւ նույն ադրբեջանական մամուլը նայելուց տեսնում ենք, թե Նիկոլ Փաշինյանը արդեն իրենց հերոսն է, որը ջախջախում է իրենց գլխավոր թշնամուն։ Դա եկեղեցին է եւ Սփյուռքն է։ Եվ բնականաբար գործող այս վարչախումբը պետք է իր
հույսը դնի Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա եւ գուցե իրենք պլանավորում են վերարտադրման մի սցենար, որ երբ որ ընտրությունները մոտենան, ապա հույս չունենալով որ կվերարտադրվեն, Ադրբեջանի օգնությամբ սահմանում ինչ որ հրահրություն լինի, ինչ որ դեպքեր կատարվեն եւ իրենք հատուկ դրություն մտցնեն եւ ընտրությունները չկայանան, ինչպես Ուկրաինայում։ Իդեպ փոփոխությունն արեցին համապատասխան։ Սա է իրենց վերջի հույսը եւ իրենց վերջի հույսը դա Թուրքիան եւ Ադրբեջան։ Եվ բնականաբար իրենց բոլոր քայլերը ուղղված են նրան, որպեսզի գողացնեն նրանց պահանջները։ Իրենք այդ բոլոր քայլերը իրականացնում են։ Նույնիսկ այս ազգային ժողովի նախագահը ասաց, որ ադրբեջանցիները Հայաստանում կապրեն այնպես, ինչպես Վրաստանում, այսինքն այդ պահանջներն են իրենք ընդունում եւ նաեւ մի ինստիտուտ կա, որը լեգիտիմ ինստիտուտ է, ավելի լեգիտիմ քան այդ խումբը, որը դիմադրում են եւ պատահական չէր, որ դա Բեռնի հանդիպումից հետո եկավ, որովհետեւ եկեղեցին դա պատմական կառույց է, դա համաշխարհային կառույց է, դա հարգված եւ ընդունված կառույց է եւ իր ձայնը բարձրացրել է, չէ, էթնիկ զտումների, հուշարձանների, գերիների հարցը եւ այլն, այսինքն ասել այն բաները, ինչ որ իրականում պետք է ասել Հայաստանի վարչապետը, Հայաստանի իշխանությունը, այսինքն ինքը ժողովրդի ցանկությունները իրականացնում է եկեղեցին, այլ ոչ թե իշխանությունը, որը ժողովրդի դեմ է դուրս եկել։ Սա է իրավիճակը եւ բնականաբար իրենց եկեղեցին եւ եկեղեցի դիրքորոշումը եւ պահվածքը իրենց շատ է անհանգստացնում։ Եվ պարոն Դանիելյան, այս օրերին ըստ էության իշխանության ամենաբարձր օղակներից ատելության կոչեր են հնչում հենց եկեղեցու սպասավորների նկատմամբ, մեղադրանքներ են հնչում օդում կախված, չհիմնավորված որևէ կերպ չապացուցված իրավապահ համակարգը, պատկան մարմինները, սկսած միպից վերջացրած դատախազություն, ինչպես պիտի արձագանքեն սրան, որովհետև բացի կոչերը եղել են նաև մեղադրանքներ, թեև անուններ չեն տրվել, բայց հնչել են ծանր մեղադրանքներ ու գումարած վերջին 2 օրերի իր գրառումներում այդ վտանգավոր սցենարը համախմբել ինչ որ զանգված տանել Էջմիածին։ Ձեր հարցը երկու մասի բաժանենք, իրավապահ համակարգի ինչպես իրեն պետք է պահի եւ այդ ատելության մասին, որ դուք խոսեցիք։ Այս իշխանությունը ունի մի ռեսուրս ատելությունն է եւ 2018 թվականին նրանք իշխանության են եկել ատելություն գեներացնելով եւ այն դժգոհությունները, որոնք մարդկանց մոտ կային, այն նախկին իշխանությունների ժամանակ տեղի ունեցող անարդարությունների եւ այլն, իրենք դա կարողացան օգտագործել եւ իրենց իշխանության միակ ռեսուրսը դա ատելություն ստեղծելն է եւ այդ ատելության միջոցով ստանալ հանրության որոշակի շերտի աջակցությունը 7 տարվա ընթացքում իրենք այդ ատելության շնորհիվ կարողացել են իշխանությունը պահել։ Հիմա այդ ատելությունը արդեն չի աշխատում, որտեղ մարդիկ հոգնել են արդեն այս ատելությունից եւ իրենք այդ միակ իրենց գործիքը փորձում են հերթական անգամ օգտագործել, բայց չի աշխատում։ Այդ ատելությունը արդեն շուռ է եկել իրենց դեմ։ Ինչ վերաբերում է իրավապահ համակարգին, ուրեմն աշխարհում տեղի ունեցել աննախադեպ մի դեպք, որը ոչ միտեղ չի եղել։ Այսինքն իշխանությունը, պետության իշխան կառավարության ղեկավարը կոչ է անում շրջափակել դատարանները։ Նման դեպք չի եղել, դա ոչ Մոզամբիկում, ոչ ես չգիտեմ, դեղ երևի նաև Բրազիլիայի ջունգլիներում, այն ցեղերի մոտ նման դեպք չէ, սա անհասկանալի դեպք է։ Եվ ինչ, այսինքն այդ իրավապահ համակարգը որոշ մարդիկ իհարկե դիմադրեցին, փորձեցին դիմադրել, բայց այդ ատելության կոչով հանդրությունը հանելով փողոց, դա կատարվեց, այսինքն դա որևէ ուղեղում չի տեղավորվում։ Հիմա այդ իրավապահ համակարգը իր բոլոր բաղադրիչներով ինքը ջարդված է։ Դրանից հետո այդ համակարգը չի կարող աշխատել եւ դա շատ լուրջ խնդիր է, որտեվ այս կառավարության փոփոխությունից հետո այդ ամենը պետք է փորձել վերականգնել։ Դա շատ լուրջ գործընթաց է լինելու։ Եվ պարոն Դանիելյան, Բաքվի
պահանջը փոխել սահմանադրությունից հանել հղումը անկախության հռչակագրին, արդյոք այս պահանջի ներքո պիտի դիտարկել նաև այն, ինչ այսօր հայ առաքելական եկեղեցու շուրջ է կատարվում, որովհետև սահմանադրության մեջ եկեղեցու բացառիկ դերակատարությունն է ամրագրված ու դատելով ամենից իշխանությունը նաև այդ հողն է փորձում նախապատրաստել։ Ադրբեջանում շատ բարձր մակարդակում հայտարարում են, որ իրենք չեն ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի կառավարության հետ։ Իրենք ցանկանում են խաղաղության պայմանագիր կնքել հայ ժողովրդի հետ։ Եվ իրենք եկել են այն եզրակացության, որ այս կառավարությունը չի արտահայտում ժողովրդի ցանկությունը։ Եվ դրա համար, այո, իրենք այդ պահանջները շարունակելու են, Սյունիքով ճանապարհ ստանալը, ադրբեջանցիների վերադարձը, եկեղեցիներ Հայաստանի տարածքում, որ կոչվեն ալբանական եկեղեցիներ եւ այլն, հա, այսինքն անվերջ գնալու է այդ պահանջները, որովհետեւ քանի կա այս կառավարությունը փորձեն փոկել այն, ինչ որ հնարավոր է եւ դրանք իրավական առումով ամրագրեն։ Եվ իրենք հասկանում են, որ այս կառավարության հրաժարականից հետո էլ այդ ամենը շարունակել չի լինի եւ դրա համար խաղաղության պայմանագիր չեն ստորագրի։ Իսկ այս անձնավորության այդ թուղթը պետք է, որ ինքը գնա գյուղ-արգյուղ շրջի եւ ասի նայեք, ես ձեզ խաղաղություն եմ բերել, այսինքն շանտաժի ենթարկի հանրությանը, բայց այդ թուղթը իրեն չեն տալիս։ Եվ այս եկեղեցու պահվածքը դա նաեւ ադրբեջանցիներին ցույց տվեց, որ ժողովրդի ցանկությունը այլ է։ Եվ այս իշխանության անզորությունը եկեղեցու դեմ եւ հանրության դեմ եւ այս իշխանությունը արդեն փողոց չունի, ցույց է տալի, որ կա լուրջ խնդիր եւ սա է իրավիճակը։ Եվ Ալիևին ապացույցներ են պետք Փաշինյանի հավատարմության գործնական ապացույցը, միակ ապացույցը, որ հիմա Ադրբեջանին պետք է, իրենք ընդհանրապես ասում են, որ Հայաստանի հայ ազգի հիմքերը դա եկեղեցին է եւ սփյուռքն է։ Եվ իրենք հայտարարվում են թշնամի իրենց համար։ Հիմա իրենք այս գործող վարչապետին ասում են. «Այ, եթե դու խաղաղության պայմանագիր ես ուզում կնքես, ոչնչացրա եկեղեցին։ Եթե դու կարողանաս ոչնչացնես եկեղեցին, մենք հասկանանք, որ դու արդեն այն մարդն ես, ում հետ կարելի է խաղաղության պայմանագիր կնքել, բայց եթե դու եկեղեցին չոչնչացնես, որպես հենասյուն, ապա մենք քո հետ պայմանագիր չենք կնքի»։ Եվ ինքը այդ ծրագիրը, որ այդ թուղթը գյուղ-արգյուղ շրջով ես դες խաղաղություն են բերել, չի ստացվում։ Եվ դա առաջացրել է պանիկա։ Հիմա այս գործող կառավարության, այս քայլերը, այս հայտարարությունները, այս խոսելաձևը, հասա պանիկայի արտահայտությունն է։ Իրենք սարսափի մեջ են գտնվում։ Իրենք տեսնում են վախճանը եկել է։ Այդ դա է ուզում հարցնել, վաբանկ է գնում եւ հասկանում է, որ սա կարող է լինել իր վերջը։ Իհարկե վաբանկ է գնում։ Եվ հիմա ինքը կանգնած է մի փաստի առաջ, կամ ոչնչացնում է եկեղեցին, եւ ինքը ստանում է Ադրբեջանից ինչ որ փաստաթուղթ, եւ իրենք ասեն ապրես, արդեն դու այն մարդն ես, որը կարողացել ես եկեղեցու հարցը լուծել։ Իսկ մենք քո հետ արդեն կարող ենք ինչ որ պայմանագիր կնքել։ Բայց եթե դու չես կարող, դու ով ես։ Եվ այո, սա վաբանկ է գնում եւ իր այդ պարտների, որ ընտանիք է կոչվում, այրենց բրկության համար ինքը պետք է եկեղեցու հարցը լուծի։ Սա է խնդիրը։ Եվ պարոն Դանիելյան, այսօրվա իր գրառմամբ, որտեղ նա խումբ ստեղծելու առաջարկ էր անում եւ ըստ էության քաստինգ էր հայտարարում, նա փաստորեն փնտրում է իր հանցակիցներին, կարող ենք այսպես ձևակերպել, իդեպ այս միտքը հայտնի իրավաբաններից մեկինն է, որ Փաշինյանը հիմա հանցակիցներ է փնտրում։ Փաշինյանը ունի մեծ քանակությամբ հանցակիցներ, դա քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամներն են եւ քաղաքացիական պայմանագրի ֆրակցիայի անդամները, որոնք ստիպված են ամեն օր իրենց հավատարմությունը հայտնել, իսկ հավատարմությունը ինչ է, մասնակցել հայհոյանքներին եւ անօրինական գործողություններ, իսկ դառնալ հանցակից, որտեղ նույն sense բան կա, չէ, որ մարդկանց ամենաուժեղը միավորում է ընդհանուր հանցանքը, որը կատարել է։ Հիմա նա ուզում է դրա մեջ նաև հասարակ ժողովրդին ներքաշել, այսինքն նրանց ում կոչ է անում գալ, CV-ներ ուղարկել, ինչ որ։ Հիմա տեխնիկական առումով իրեն պետք է որ այդ
դեբոշը սարքել եկեղեցում եւ դրանք լինեն ոչ թե քաղաքացիական պայմանագրի անդամներ եւ ֆրակցիայի անդամներ, դրանք ուղղակի հայհոյողների դերում են մնալու։ Այրեն պետք է մարդիկ, որոնք ֆորմալ առումով այդ անդամները չեն այդ կառույցի եւ որոնք գնան այդ ընդհանուր կազմակերպեն, որ ոստիկանությունը հիմք ունենա մտնել եկեղեցի եւ ձերբակալել։ Այս կողմից էլ մի երկու հոգի կձերբակալեն, այն կողմից հոգեվորականներ կձերբակալեն, ցանկալի կլինի, ասենք, եպիսկոպոսներ ավելի ցանկալի կլինի սփազանեն ձերբակալեն որպես խուլիգան։ Հա, որտեղ երկու խումբ ընդհարելվել են, հիմա երկու խմբին էլ ձերբակալենք, տանենք, հասկանանք ինչ է կատարվել, հա, կանիչները կորոշեն։ Սա է ծրագիրը։ Եվ պարոն Դանիելյան, այս ամենի ֆոնին նաև ներքաղաքական օրակարգում իմպիչմենտի հարց կա, արդեն պատիվ ունեմ խմբակցությունը հայտարարել է, որ թեկնածու է առաջադրում եւ մյուս ընդդիմադիր խմբակցությունը Հայաստան Դաշինքը նշել է, որ հավատարիմ կլինի իր նախորդ հայտարարությանը եւ կապահովի այդ պակասող ձայները։ Ինչպիսին է ձեր կարծիքով իմպիչմենտի գործընթացի հաջողության հավանականությունը։ Արդեն impeachment բառը մտավ շրջանառության մեջ, հա, բայց impeachment-ը նախագահին են հայտնում, ոչ թե կառավարության անվստահություն են հայտնում։ Այդպես են ասում, մենք էլ մեջբերում ենք այնինչ ասում են։ Այս թեմայի մասին տեխնիկական առումով խոսելու բան չկա, որտեղ ինչ որ հնարավոր է ասվել է, այսքան ձայն կարող եք բերել, եթե կարող եք անենք, չեք կարող չանենք եւ այստեղ թեմա չկա խոսելու, բայց այստեղ այլ թեմա կա խոսելու։ Ենթադրենք Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց։ Հետո ինչ։ Ով է գալու եւ ինչ է անելու։ Այդ հարցի պատասխանները չկա։ Տեսեք, այս կառավարության առաջադրված առնվազն կամ խոսակցություն կա առնվազն երկու անձի մասին։ Ես անձերի մասի չեմ խոսում։ Ուրեմն ես անձերի մասի չեմ խոսում։ Ինչի համար այս իշխանությունը ունենալ շատ ցածր վարկ, բայց հանրության մի զգալի հատվածը որևէ մեկի հետևից չի գնում։ Ես չեմ ասում բոլորը, ինչ որ մի զանգված, հա, եւ ինքը այդ զանգված ասում են մենք ընտրությունների չեն գնա, որովհետեւ այն հարցի պատասխանը, թե Հայաստանի ինչ խնդիրներ կան եւ այդ խնդիրները ինչպես պետք է լուծվեն, այդ հարցի պատասխանները չկա, անվտանգության հարցը, այս քայքայված ինստիտուտների վերականգնման հարցը, կադրային բազայի համալրման հարցը, արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը, սա հարցեր են, որոնց պատասխանը չկա եւ մարդիկ այդ պատասխանը չունեն։ Այն, որ ասում ենք սրան հանենք, վերենք ինչ-որ մեկին դնենք, դա քաղաքական գործընթաց չի, որտեղ նույն բանը եղել է 2018 թվականին, որ մերձենք Սերժին եւ գալիս է նոր փրկիչ, որը այս համակարգում գոյություն չունեցել եւ ինքը մաքուր մարդ է, հա, եւ ժողովրդի ծոցից է, ժողովրդի ցանկություններն է ուզում իրականացնել։ Այս գործընթացը, թե իշխանությունը փոխվում է, որ ինչ լինի, այդ դա քաղաքական գործընթաց է։ Այն ինչ որ կատարվում է, ինչի մասին դուք հարցրեցիք, այս impeachment կոչվող, դա քաղաքական գործընթաց չի։ Սա ինչ որ տեխնիկական խնդիր է, մեկին հանենք, մտածենք, ինչ որ մեկին դնենք։ Բայց քանի որ մարդիկ այդ հարցերի պատասխանը չեն ստանում, որ մենք լավ դրանից հետո ինչ ենք անելու, ուր են գնալու եւ այլն, դրա համար մարդիկ пассив են։ Այսինքն այս գործընթացը ինքնին քաղաքական չի եւ ինքնին սին է, դատարկ է։ Եվ հեռանկարը թեկուզ տեխնիկական առումով եթե վերլուծենք, ինչ տեխնիկական առումով դե շատ է խոսվել, բոլորը ասվել են, հիմա իմաստը որն է մի անգամ էլ ասել։ Հա մաթեմատիկայի հարցը այսքան ձայն կա, թե այսքան ձայն չկա։ ԿՊ-ն չի կոտրվի կարծում եք այս փուլում։ Լավ կոտրողի դեպքում կկոտրվի իհարկե, բայց երբ որ հարցը չդրվի, նայեք, երբ որ ինչ-որ ծրագիր է առաջ քաշվում, այդ հարցերի պատասխանը կա, հանրությունը մոբիլիզացվում է, երբ որ հանրությունը մոբիլիզացվում է, ԿՊ-ն ինքը իրեն ջարդվելու է, մնացածը տեխնիկական հարց է։ Իսկ երբ որ այս հարցերի պատասխանը չկա եւ ուղղակի ասում են եկեք այս մարդուն հանենք, հետո տեսնենք ինչ է լինելու, ոչ մի process էլ տեղի չունենա եւ հանրությունը չի մոբիլիզացվի։ Շնորհակալ եմ կարծիքի համար, հարցազրույցին սպասեք վաղը։